Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը Դոկ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կամ ազատ կարձակվի կամ կշարունակի կալանքի տակ մնալ։ Լաս Վեգասի դատարանը երեկ քննել է շուրջ 1 ամիս անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը եւ հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատավորը, նախագահ դատավորը պետք է պատասխանի հետեւյալ հարցին. Արդյոք ազատության մեջ հայտնվելի է Վարդան Ղուկասյանը, թե շարունակելի է մնա անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 29 միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի դատարանը պետք է քննի նաեւ Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Բոլոր այս հարցերի քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ դատարանն առաջիկայում հրապարակի Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հարցի շուրջ որոշումը։ Նախկին ռազմական ոստիկանի շահերը պաշտպանող 4 ամերիկացի փաստաբաններից բաղկացած պաշտպանական խումբը երեկվա դատական նիստի ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանում Վարդան Ղուկասյանի դեմ մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի, ինչպես նաև նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդության վերաբերյալ։ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր ազատության հետ զրույցում մանրամասներ փոխանցեց նիստից, մասնարարապես ըստ նրա պաշտպանական կողմը ամերիկացի դատավորին ներկայացրել է Հայաստանում հարուցված քրեական գործի եւ մեղադրանքների ոչ իրավաչափ լինելու մասին իրենց փաստարկները, խոսել Դոկ կուսակցության ղեկավարի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի եւ արտահանձնման դեպքում նրա կյանքին սպառնացող վտանգների մասին։ Նման դեպքում իրավամբ դատանը պետք է նաեւ տա դրա գնահատականը, որովհետեւ այսօր որոշակի կոռուպցիան սխեմաներով Վարդան Ղուկասյանը բազմիցս հայտարարել է եւ ուղղակի մեղադրանքներով տակը դնելով որոշակի փաստեր նախկին եւ այսօրվա գործող պետական լիազոր մարմինների կատարած, այսպես ասած, արերուտ հանցագործությունների մասին եւ դա իրենց արդեն որոշակի ռիսկ է եւ նման դեպքում բազմիցս եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, արտահանձնել Վարդան Ղուկասյանին Հայաստան այն հղի է բավականին մեծ ռիսկերով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն օրերս հակադարձելով այս պնդումներին վստահեցրել էր, Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայոյում է իշխանություններին։ Հայն չէ, քիչ մարդ է հայոյում։ Դոկ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղքը սակայն չի ընդունում։ Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու հարցի շուրջ որոշում կայացնելու նպատակով խորհրդակցական սենյակ հեռացած դատավորը կոնկրետ ժամկետ չի նշել, թե երբ կհրապարակի որոշումը։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, թե ամերիկյան օրենսդրության համաձայն, եթե կոնկրետ ժամկետ չի նշվում, ապա որոշումը հրապարակվում է 1-2 օրվա ընթացքում։ Ողջամիտ ժամկետը պետք է լինի 24 ժամվա ռեժիմով մինուս պերեսով։ Հաշվի առնելով պաշտպանական կողմի 3 ներկայացրած փաստարկները եւ դրանց դատավորի արձագանքը, ինչ ակնկալիքներ ունեն փաստաբանները, արդյոք Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի։ Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը առկա են 1 ժամ շուտ, որպեսզի Վարդան Ղուկասյանը շարունակի իր գործունեությունը։ Իդեպ, թեև Լաս Վեգասի դատարանն իր որոշումը դեռևս չի հրապարակել, սակայն երեկ Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարություն տարածեց հաղթանակի մասին, տեղեկացնելով դատական նիստի դրական արդյունքների վերաբերյալ։